Ողջույն, դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագծի աշտանային եթերաշրջանի 7-րդ թողարկումը։ Մեր այս եթերաշրջանում մենք վերանորոգում ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Փարիզում, եւ այդ բոլոր փուլերը ներկայացնում ենք ձեզ հեռուստաեթերի միջոցով։ Դե ինչ, հետևեք մեր եթերին, քանի որ հեռուստանախագծի ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ։ Բարի եթեր մեզ, իսկ ձեզ բարի դիտում։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագիծը, իսկ մենք մեր եթերը սկսում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Գրոյե մասնագիտացված կենտրոնի զարգացման գծով տնօրեն Գևորգյան Ռուբենի հետ։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն կանջան։ Ռուբեն, ինչպես մեր նախորդ թողարկմանը խոսել էինք նորարարություններից եւ խոստացել էինք, որ այսօր շարունակելու ենք զրույցը, այսօր առաջարկում եմ խոսել հիմնականում Գրոհե, ընկերության նորարարություններից, որոնք գրեթե բոլոր միջազգային էքսպոներում հայտնվեցին եւ իսկապես բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Ինչի մասին է խոսքը, կարող ենք սկսել հենց ցնցուղից, որը նաեւ փրփուր է, այսպես միանգամից ապահովում։ Մեր հեռուստադիտողները, երբ որ նորարարություն լսում են, մեծամասամբ երևի մտածում են տեղեկատվական տեխնոլոգիաներում նորարարությունների մասին, որովհետև մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ որ, չգիտեմ, ամեն օր ինչ-որ մի նոր ապշեցուցիչ գուցե իսկ նորարարություն է հայտնվում շուկայում, եւ թվում է թե սանիտարական տեխնիկայի մասով ինչպիսի նորարարություն կարող է լինել։ Ոչ զարմացնի, բայց արիուտես զարմացնել, բայց իսկապես վերջին նորարարությունները իսկապես զարմացնող են, մանավանդ եթե մենք խոսենք Piofoam տեխնոլոգիայի մասին, երբ որ ձեր ցնցուղը հնարավորություն է տալիս հավասարաչափ բարձր կարգի որակյալ օճառով պատել ձեր մարմինը եւ այդ զգացողությունը, որ դուք ունենում ես այդ process-ում, կարծում եմ շատ Ռուբեն, անկեղծ ասած, ես միայն փորձարկել եմ ձեռքերի հատվածը եւ իսկապես շատ համաձայն եմ դες հետ, որ տարօրինակ զգացողություն էր, բավականին մեղմ, փափուկ, այսպես խնամքի միջոց է եւ կարծում եմ այն մարդիկ, ովքեր շատ են սիրում լոգանք ընդունել, տարբերությունը անմիջապես կզգան որակային առումով, որովհետև նախ արագացնում է, հետո խնայողություն է կատարում օճառահեղուկի, որովհետև այս պարագայում դուք ծախսում եք այնքան, որքան որ անհրաժեշտ է, ոչ ավել։ Մենք պետք է հիշենք, որ Գրոյե ընկերությունը հանդիսանում է ճապոնական խոշորագույն Lixil ընկերության խմբի անդամ եւ բնականաբար այն ամբողջ ինովացիաները, որ ունի Lixil ընկերությունը, Գրոյեն էլ հասանելի են եւ Ճապոնիան որպես առաջատար տեխնոլոգիական եւ մնացած բոլոր առումներով առաջատար պետություն կարողանում է մշտապես հասկանալ ինչ է պետք հաճախորդին, ինչ է պետք մարդուն, հա, եւ փորձել տեխնոլոգիապես այդ կարիքները հոգալ։ Եվ կարծում եմ, այո, ինչ ոչ սանիտարական տեխնիկայի ոլորտից մենք այդ նորարարությունները դեռ տեսնելու ենք բավական շատ։ Կարծում եմ հեռուստատեղները շատ լավ ծանոթ են մեր նախորդ եթերաշրջաններից Գրոյեի նախորդ տարիների ինովացիոն համակարգից, ինչպիսին էր օրինակ գազավորված ջրի ծորակը, հրաշք, որը կարելի է ուղարկի ծորակի միջոցով գազավորված ջուր ըմպել, ունենալ տաք ջուր, ֆիլտրված ջուր։ Մենք պետք է հիշենք, որ ինովացիա, եթե տերմինոլոգիան բացահայտենք, ինովացիան ոչ միայն այն է, որ ինչ-որ երբևէ առաջին անգամ տեղի ունեցել աշխարհում, այլ նաև ցանկացած ընտանիքում։ Եթե դու ձեռք ես բերում Գրոհե, որոշակի իմաստով դա ինովացիա է, որովհետև քո ծորակը արդեն բացելուց չի ճռճռալու, իր արտաքին տեսքը չի կորցնելու, դու փակելուց էլ արդեն չի կաթալու, ինչը մեծամասամբ շատ ծորակների խնդիրներն են, կամ օրինակ Ալդևայի ծածկույթը այնպիսի ծածկույթ է, համաշխարհային ֆենոմենալ ծածկույթ է, որ ոչինչ չի պատահում։ Եթե խորոված եք, ես կարող եմ, այո, այդ է ուզում ասել, որ նույնիսկ խորոված եք պատրաստել հենց։ Այո, պրեզենտացիայի ժամանակ խորոված պատրաստեցինք եւ ընդհանրապես ջրով լվացեցինք եւ ոչ մի հետ չմնա։ Այդ դա ինովացիա է, այսինքն մենք ինովացիաները բերում ենք մեր տուն, այն ինչ երբևէ մեր տան մեջ երբևէ չի եղել։
Այսինքն այդպիսի ծածկույթով մենք վանաներ չենք ունեցել։ Այդպիսի որակյալ եւ այդպիսի արագ արձագանքող թերմոստատներ չենք ունեցել։ Որոնք նաև ճնշման, հա, բանն է ապահովում հիմնական։ Այո, ճնշումները բացելու փակելուց այդ ձայները չեն գալու կամ զուգարանի ջուրը թողելուց ձայն չի գալի։ Դա լրիվ այլ պատմություն է։ Այո, սենս արենայի մասին, հա, կարող ենք մի փոքր խոսել կամ նոր սերնդի արդեն smart զուգանակոնքերի։ Դա այնպեսի մի հասանելիություն չի, անկեղծ լինի, որ բոլորին հասանել է, իր գինը բավական բարձր է, բայց երբ որ դու իր պարամետրերը նայում ես, ու հասկանում ես ինչպիսի ֆունկցիոնալություն ունի, արդեն ձգտում ունես, որ մի օր գուցե դու էլ կարողանաս այդպիսի զուգանակon։ Իրականում երբ պատում եմ ընկերներից, հա, ներկայացնում եմ այս ապրանքները, շատերին թվում է, որ կատակում եմ, որովհետև երբ նշում ես, որ զուգանակոնքը, հա, կարող է սա անել, եթերում չեմ ուզում նշել, ջուր թողել, որպես ոչ չգա, չորացնել եւ այլն։ Լվանալ եւ այլն, նույնիսկ շատ արագ հասկանալ օկտատիրոջ սեռը եւ տարբերություն դնել, սա իսկապես ֆանտաստիկայի ժանրից է, բայց այլևս իրականություն է եւ կարող եք ձեռք բերել։ Եվ հասանելի է Հայաստանում եւ հասանելի է ոչ միայն զուտ ապրանքի տեսքով, այլ սպասարկման տեսքով, այսինքն մենք պատրաստ ենք բոլոր մասնագիտական մեր գիտելիքները կիսվել մեր հաճախորդների հետ, որպեսզի շահագործումը, տեղադրումը եւ շահագործումը լինի հնարավորինս արդյունավետ։ Ինչ մնում է մեր բոլոր հեստատեղներին հրավիրել, Դավիթ Անհախտիին համեցեք, կարծում եմ, որ նախատոնական զեղչեր մեծ կունենանք, ամեն դեպքում համեցեք, ծանոթացեք, տեսեք, գուցե որ դեռ այս պահին վերանորոգման փուլում չեք։ Ահա։ Այցելեք, անպայման նշեք տունտեղ պրոմոկոդը, ստացեք հատուկ զեղչ նախատոնական օրերին եւ ձեռք բերեք աշխարհահռչակ ամենահայտնի բրենդներից, ապրանքանիշերից սանտեխնիկա։ Շնորհակալ եմ։ Դուք դիտում եք հայկական եթերի ինտերիեր դիզայնի մասին միակ հերթանախագիծ, իսկ մենք այս պահին տեղափոխվում ենք Trivia ընկերության ցուցասրահ, որտեղ զրույցը շարունակելու եմ ընկերության հիմնադիր Սիրանուշ Օհանյանի հետ։ Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Սիրանուշ, նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք, հա, հնարքներից, լայվ հայքերից, ինչպես կարելի է ինտերիերը ազատել ավելորդ իրերից եւ աղմուկից։ Այսօր ուզում եմ խոսել այլ հնարքներից, հա։ Ինչպես հասկանալ, որ ինտերիերում ինչ-որ բան պակասում է։ Նամանավանդ վերջի միտումներից, հա, տրենդներից ելնելով շատ հաճախ մարդիկ ձգտում են միատոն ինտերիերներ ստեղծել, բայց ժամանակի ընթացքում բավականին ձանձրալի է դառնում այս ինտերիերները։ Եթե այնուամենայնիվ արդեն գործի այսպես հիմնական մասը արված է, ինտերիերը պատրաստ է, բայց դու հասկանում ես, որ ինչ-որ բան պակասում է ինտերիերում, ինչից խորհուրդ կտաք սկսել փոփոխություններ անել։ Իրականում կախված է ինչ ինտերիեր է դա, բայց եթե միատոն, միապաղաղ ինտերիեր ունենք, այդ դեպքում նկարները կարող են փրկել սիտուացիան։ Համաձայն եմ, արվեստի գործերը, իհարկե։ Բայց եթե նորից նույն միապաղաղ, միատոն արվեստի գործ ընտրենք, հարց նույն սիտուացիան կլինի, այսինքն մարդ պիտի իր ներքուստ մի քիչ ավելի համարձակություն ունենա ինչ-որ հետաքրքիր լուծումների համար, որ իրեն օգնեն թեկուզ մասնագետները։ Ինչ է կարծում բույսերի, հա, արկայությունը, ինչի հատուկ ուզում եմ նշել, որ ձեր բոլոր նախագծերում առանձնահատուկ վերաբերմունք կա։ Միանշանակ։ Ձիթենու, հա, հիմնականում այսպես սառը։ Ոչ միայն ձիթենու, հա, ես շատ եմ սիրում։ Ես ընդհանրապես կանանչի ինտերիերում շատ եմ սիրում։ Ու կոմպոզիցիաները ոչ միայն բնական աճող ծառերի եւ բույսերի, այլ նաեւ թեկուզ կոմպոզիցիաներ ճյուղերի, այսինքն բնության հետ կապված, այդ շատ կարեւոր է ու ինքը միանգամից ամբողջ ինտերիերը փոխում է։ Եթե հարցնեք մեր աշխատակիցներից, իրանք ձեզ շատ պատմություններ կարող են պատմել, թե մենք ինչպես ենք տանջվել ինտերիերը հավաքելիս
ինտեգրել, հա, այդ ինտեգրել այն ծառը, որ ես ուզում եմ այնտեղ տեսնեմ, կամ այն բույսը ու այդ դիրքը կարևոր, որտեղ ինքը պիտի գտնվի։ Կարծում եք կենթանի է դառնում, հա, ինտերիերը եւ արդեն բուսականություն կա։ Միանշանակ։ Իր ինտերիերի ամբողջ այդ տարածքի տրամադրությունը փոխվում է։ Մի վայրկյանում այսպես փոխվում է։ Լավ, կարծում նաև շատ գերակշռող ազդեցություն ունի լուսավորությունը։ Անպայման։ Նաև նկատում եմ, որ վերջի շրջանում շատ սխալներ են անում հեռուստադիտողները եւ դրա մասին կիսվում են մեզ հետ։ Վերջին անգամ օրինակ ես էլ ինձ թույլ տվեցի այդ շռայլությունը եւ սխալ արեցի։ Ինչի մասին է խոսքը, խառնեցի տաք եւ սառը լուսավորությունը մեկ տարածքում եւ հասկացա ինչ ահավոր միջավայր է ստացվել։ Իրականում, քանի որ վերջի տասնամյակում բոլորը լուսատուները LED են օգտագործվում եւ կա տարբեր ջերմության աստիճաններ։ Իրականում տներում եւ առանձնատներում այդ ինտերիերներում անպայման ճիշտ է եւ մարդու համար ավելի ընկալելի է եւ ընդունելի է ավելի ջերմ լույսը։ Տաք լուսավորությունը, որը 2700 կելվինից մաքսիմում 3000, 3000-ը ոչ բոլոր տեղերում իրականում ես չեմ օգտագործում բոլոր տեղերում, որովհետև այդ սառը լույսը ինքը արդեն շատ սառը մթնոլորտ է ստանում։ Իսկ երկու գույների համադրությունը լույսերի դա կատաստրոֆիկ է, երբ որ տեսնում ես ինչ որ միտեղ արված է, թեկուզ հանրային վայրում արված է լուսավորություն, LED լուսավորություն եւ հետո լուսատուներ դեկորատիվ, որը լույսերը դեղին են, իսկ այդ LED լուսավորությունը ամբողջությամբ սպիտակ պայծառ։ Խոսում է որ այստեղ դիզայները չի աշխատել, այլ գուցե Կարենն է աշխատել։ Դե չգիտեմ, չէ, հուսամ, որ դու տենց չես անի։ Չէ, այսուհետ չեմ անի։ Բայց շատ տհաճ է դա։ Շատ լավ, Սիամոն, շարունակենք խոսել հնարքներից։ Մեկ այլ սխալ, հա, որ հնարավոր է հնարքի միջոցով կամ ինչ-որ, չգիտեմ, մոտեցման միջոցով փոխել, դա փայլուն եւ անփայլ մակերեսների ոչ գրագետ, այսպես համակցությունն է, հա, բալանսը, որ տան մեջ պահվում է, որովհետեւ շատ հաճախ այն մարդիկ, ովքեր սիրում են փայլուն մակերեսներ, ամբողջ տունը ինչ որ փայլուն իրերով են, այսպես պատում, լինեն պատերի ինչ որ լուծումներ դեկորատիվ, լինի կահույքի տարբերակներ եւ այլն։ Այդ բալանսը, հա, կա ինչ որ էլի օրենքներ, որ կարելի է պահպանել։ Օրենք իմ կարծիքով իրականում երբ որ կա այդ բալանսը, որ օրինակի համար անում ես ինտերիեր, արվում է մոնոխրոմ ինտերիեր, որ ամբողջը նույն տոնայնության մեջ է, շատ հետաքրքիր է այդ խաղը, տարբեր իր ֆինիշների, մակերույթների համակցությունը, տեքստիլը, բնական քարը, փայտը, ներկերը, փայլուն եւ ոչ փայլուն, այդ ամեն ինչ իրար հետ որ լինում է, շատ հետաքրքիր է նաեւ։ Մարդիկ, այո, կան մարդիկ, որոնք սիրում են փայլուն ամեն ինչը, որ ինտերիերում փայլուն լինի։ Իրականում կարա գրագետ արվի դա, որ շատ հետաքրքիր նայվի։ Բայց այդտեղ շատ նուրբ սահման գոյություն ունի, որ եթե հանգարց մի քիչ անցնես, շատ անհասկանալի կտեսնես դա։ Դրանց կարծում եմ դու հասկացար, որ այս հարցերը պատահական չէին, այս բոլոր սխալները մենք թույլ ենք տվել մեր նախորդ եթերաշրջանում եւ այս եթերաշրջանում փորձում ենք շտկել, ինչպես անփայլ մակերևույթների, փայլուն մակերևույթների բալանսը սխալ պահպանել, այնպես էլ լուսավորությունը, սառը եւ տաք լուսավորությունը իրար հետ խառնել եւ այլն, շատ այլ սխալներ, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ թողարկումներում։ Շնորհակալ եմ։ Դուք շարունակում եք դիտել հայկական եթերի ամենադիզայներական հեռուստանախագիծից։ Մենք շարունակում ենք հանդիպումները մեր գործընկերների հետ։ Այս պահին գտնվում եմ Ռենշի ներդրումային ընկերության գրասենյակում, որտեղ զրուցելու եմ Skyline նախագծի ղեկավար Կոնստանտինի հետ։ Ողջույն Կոնստանտին։ Բարև ձեզ։ Կոնստանտին, առաջարկում եմ խոսել Skyline նախագծի էկո եւ սմարթ լուծումներից։ Ինչ լուծումներով է աչքի ընկնում այս նախագիծը։
чтобы нам даже подобраться к этому вопросу, Մինչև մենք հասնենք այդ հարցին, պետք է երևի նախ բացատրեմ էկո եւ սմարթ հասկացությունները, որpիսի մեր հերոստատիտողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Քանի որ դրանք առևտրային որոշակի լեյբլներ են, որոնց տակ թաքնված են կոնկրետ իմաստ։ Շատ հաճախ որևէ ոլորտում հայտնվում է մի նորամուծություն, ինովացիա, որը աստիճանաբար վերափոխում է շուկան։ Եվ ոչ միայն շուկան, այլ նաև բառապաշարն ու նարատիվը։ Էկոլոգիական բաղադրիչը կարելի է ասել ձևավորվեց 20-րդ դարի կեսերին, երբ արդեն անկեղծ ասած անմշակ էր համարվում հսկայական գործարաններ կառուցելը, որոնք թունավորում էին մարդկանց կյանքը։ Այսպես ասած, էկո բաղադրիչը սկզբում անհրաժեշտություն էր, իսկ հետո դարձավ նորաձև, որը պարզապես անհնար է անտեսել այսօր, եւ նոր շենք կամ նոր կառույց նախագծելիս այն պարտադիր է։ Իսկ սմարթ երևույթը մի փոքր այլ պատմություն է, որովհետեւ դա արդեն իմիջային բաղադրիչ է, որը ձևավորվեց ավելի շուտ 20-րդ դարի վերջում, եւ հետաքրքիր է, որ սմարթն ու էկոն իրար հատվում են, քանի որ սմարթի իմաստը որոշակի ավտոմատացում է եւ օբյեկտի համակարգային կապի մեջ մտնել է։ Շենքը կամ համալիրը ձեռք է բերում նյարդային համակարգ, սկսում է ունենալ հետադարձ կապ միջավայրի ու սեփական աշխատանքի հետ։ Բայց սմարթ բաղադրիչը ունի նաև երկրորդ իմաստ։ Դա ասենք խելացի շինարարությունն է։ Շինարարություն էլոցիտը կարելի է ասել, այսինքն նախագծման եւ կառուցման այն մոտեցումը, որ հաշվի է առնում շրջակա կառուցապատման եւ շրջակա միջավայրի բոլոր պայմանները։ все условия окружающей застройки и окружающей среды в целом. Խոսենք հենց մասնավորապես քայլային նախագծում կիրառված սմարթ եւ էկո լուծումներից։ Если говорить непосредственно про Եթե խոսենք հենց Skyline-ի մեր նախագծի նրա էկո եւ սմարթ բաղադրիչների մասին, կարող եմ ասել, որ իհարկե էկոյի հիմնական ու գլխավոր տարրը այն հիմքը, որի վրա ամեն ինչ հենվում է, դա կանաչապատումն է։ Երբ ասում են կանաչապատում, դա չի նշանակում, որ ամեն ինչ լինելու է միատեսակ ֆուտբոլային գազոն։ Կան ծառեր, կան թփուտներ, գեղեցիկ ձևավորված եւ իհարկե որոշակի գազոններ։ Բացի կանաչ տարից կլինի նաեւ ջրային տար։ Կլինեն շատրվաններ եւ այնպիսի օբյեկտներ, որոնք մենք կոչում ենք ջրային հայելի։ Մեր հերոստատիտողները կարծում եմ արդեն իսկ տեսել են այս ամենը մեր տեսանյութերում։ Եթե անցնենք սմարթ բաղադրիչին, կարող ենք հենց լանդշաֆտից անցում կատարել։ Ինչու՞։ Քանի որ լանդշաֆտը տեղակայված է լինելու ավտոկանգառի տանիքի վրա։ Կհարցնեք ինչպես։ Չէ՞ որ եռաչափ մոդելավորման տարբերակում որևէ ավտոկանգառ չի երևում։ Ճիշտ է, որովհետև ավտոկանգառը գտնվում է ներքևում։ Այսինքն ամբողջ կանաչապատումը ջրային համակարգը գտնվում են տանիքի վրա։ Եվ սա մեծ մարտահրավեր է։ Սա հենց այն գործընթացն է, որտեղ պետք է միտք եւ խելամիտ լուծում։ Քանի որ պատկերացրեք, ծառերի արմատները գտնվում են տանիքի մեջ, ամբողջովին կոլեկտորային եւ ոռոգման համակարգը գտնվում է հենց տանիքում։ Իսկ մենք պետք է ապահովենք, որ ծառերն ապրեն, ստանան ջուր, ոռոգում եւ համակարգը լինի ինտեգրված։ Սա միաժամանակ եւ էկո է եւ սմարթ լուծում։ Վերադառնալով ավելի լայն սմարթ լուծումների քաղաքային մասշտաբով մենք պահպանում ենք գոյություն ունեցող հիվանդանոցի շենքը, եթե չեմ սխալվում, նախկին Սովետական Միության 7-րդ գվարդիական բանակի։ Իհարկե, շենքի ֆունկցիան փոխվելու է, այն ստանալու է նոր դեր եւ նոր կյանք։ Եվ սա եւս սմարթ մոտեցում է, եթե ինչ-որ բան արդեն գոյություն ունի, ինչ-որ էներգիա ու նյութական զանգված արդեն կա, ինչու այն քանդել։ Գուցե ավելի ճիշտ է այն խաղարկել եւ նոր կյանք տալ այդ տարածքին։ Այ հետաքրքիր է, խոսեցինք էքստերիերի մասին, հաճարտարապետական լուծումների եւ էկոսմարթ տեխնոլոգիաների ներդրման։ Արդյոք ինտերիերում նույնպես ունենալու ենք այսպիսի լուծումներ։ Хороший вопрос, спасибо. Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Պետք է շատ զգույշ լինել ինտերիերի հետ։ Հիմա բացատրեմ թե ինչու։ Այն ինչ այսօր մեզ շրջապատում է, համարվում է ժամանակակից, բայց 50 տարի հետո արդեն կլինի վինտաժ։ Սմարթը շատ ճկուն հասկացություն է։ Անհնար է 100 կամ 200 տարի սմարթ լուծում ստեղծել։ Կարելի է ստեղծել պայմաններ ապագա սմարթ լուծումների համար։ Այդ պատճառով ինտերիերում մեր մոտեցումը չափազանց զգույշ է։ Մենք փորձում ենք ապահովել առավելագույն ճկունություն ապագա համակարգերի համար, քանի որ գիտենք, մեր համալիրն ապրելու է երկար ու երջանիկ։ Մի փոքր օրինակ ասեմ ձեզ, ինչպես պետք չէ անել։ Մի անգամ Թուրինում, Իտալիայում հյուրանոցներից մեկում է եւ մահճակալի մոտ դրված էր կողասեղան։ Վրան կար FM եւ AM ռադիոկայանների կոճակ։ Նույնիսկ հնարավոր էր վինիլային սկավառակ միացնել, բայց 21-րդ դարում այդ ամենը արդեն հնացած տեխնոլոգիա է։ Գուցե ավելի ճիշտ էր պարզապես թողնել սեղանը ինչպես որ կար եւ այն դարձնել ավելի ունիվերսալ։ Այդ իսկ պատճառով կարող եմ վստահ ասել, որ Skyline-ում դեռ չենք նախատեսում անկողնու մոտ վինիլ նվագարկիչ տեղադրել։ Շնորհակալ եմ Կոնստանտին հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ մեր ստատիտողները ստացան հաստ պատասխաններ սմարթ եւ էկո տեխնոլոգիաների մասին, որոնք պատրաստվում եք կիրառել այս նախագծում։ Իսկ մենք հուսամ դեռևս առիթ կունենանք հանդիպելու մեր առաջիկա թողարկումներից մեկում։ Շնորհակալ եմ։
Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք այս եթերաշրջանում բազմաթիվ թեմաներից ենք խոսել։ Այսօր առաջարկում եմ մեր այս եթերաշրջանի ամենից լուսավոր գործընկերոջ Mythoni Group ընկերության ցուցասրահում զրուցել դրսի համար outdoor լուսավորությունից։ Իսկ ով օգնի մեզ այդ հարցում, բնականաբար լուսավորության մասնագետ Վարդուհին։ Ողջույն Վարդուհի։ Ողջույն Կարեն ջան, մեծ սիրով օգնում։ Եկեք պատկերացնենք, որ երեկոյը մթություն է, բոլորս էլ լուսավորության կարիք ունենք։ Ոչ միայն լուսավորության, որը տալիս է տեսանելիություն, այլ նաև լուսավորության, որը տալիս է անվտանգության եւ հարմարավետության զգացողություն։ Հենց այս մտքերից էլ ոգեշնչված մենք ստեղծել ենք մեր դրսի լուսավորության մի շարք լուծումները։ Եվ ինչ եմ ուզում ասել, առաջինը, որ աչքի է ընկնում, դա նրանց էսթետիկան է։ Նրանք ստեղծված են այնպիսին, որ կարող են ներդաշնակ համադրվել ցանկացած լանդշաֆտում, լինի դա փողոց, այգի, թե հարմարավետ բակ։ Բայց դա ասեք, որ ամենակարևորը չէ։ Ավելի կարևորը բարձր ֆունկցիոնալությունն է։ Մեր բոլոր սարքավորումները անցնում են մի շարք փորձարկումներ տարբեր եղանակային դրսևորումների համար, որպեսզի ցանկացած եղանակին դուք ունենաք դրսի կատարյալ լույս։ Մեր սուր այսպես կլիմայական պայմաններում, երբ ձմռանը շատ սուր է, ամռանը շատ շոգ, այս լուսավորության սարքավորումները կաշխատեն ինչպես հարկն է։ Այո, ուզում եմ ասել, որ եթե դուք ընտրում եք IP65 նշանադրությամբ մոդելները, ապա նույնիսկ ուժեղ անձրևների եւ քամիների ժամանակ ձեր լուսավորությունը կաշխատի ժամացույցի նման։ Վարդուհի, խոսենք մի փոքր որակի մասին, հա, ինչպիսի որակի ցուցանիշներ ունեն Mythoni outdoor լուսավորության պարագաները։ Եվ եթե խոսում ենք բարձր ցուցանիշների մասին, կուզեմ նշել մի հասկացողության մասին, որը կոչվում է LST-IP, եւ եթե բոլորի մոտ դա օգտագործվում է միայն տան լուսավորության մեջ, տրեկային համակարգը, մենք առաջինն ենք, ովքեր այդ համակարգը օգտագործում են նաեւ դրսի լուսավորության մեջ։ Պարագայում։ Հրաշալի է։ Դե ինչ մեզ մնում է բոլորին հրավիրել Վերին անտարային 138/2, որտեղ կարող եք կատարել ձեր ընտրությունը եւ գնումները։ Իսկ այն հեռուստադիտողները, ովքեր մինչև այցելել եք ուզեն ծանոթանալ Mythoni Group-ի ներկայացված բազմահազար ապրանքատեսականու հետ, կարող են այցելել առցանց հարթակներ, ծանոթանալ, ուսումնասիրել պարամետրերը, ապա արդեն ցուցասրահից ձեռք բերել։ Իհարկե։ Բարև, ես Կարո Խդիգյանն եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Տունտեղ հեռուստանախագծի շրջանակում ներկայացնելու եմ իմ փարիզյան բնակարանը։ Remember my fabulous contractor Edouard. Bonjour Edouard, ça va? Վերջին 2 ամիսների ընթացքում ես ուղարկի տանջում էի այս տղային, բայց դա իրոք շատ հաճելի ժամանակաշրջան էր միասին աշխատելու համար։ Նա ասում է, որ հարգանքը փոխադարձ է, ինչը իհարկե հրաշալի է։ Սովորաբար դիզայների եւ մասնագետների հարաբերությունները նրանց հաղորդակցությունը կենսական կարեւորություն ունեն։ Իսկ մենք շփվում ենք գրեթե ամեն օր, միմյանց գրում ենք, նամակներ ենք ուղարկում եւ իհարկե շատ հաճախ զանգահարում։ Ես շատ եմ սիրում նրա հետ կիսվել իմ բոլոր դիզայներական ներշնչումներով։ Իսկ Էդուարդը շատ լավ դիզայներական աչք ունի։ Մենք այս գրադարանի կարմիր գույնի վրա աշխատում ենք մի քանի ամիս։ Եվ իհարկե վարպետները շատ ողջևորված են, երբ վերջապես կարողացան առաջին շերտերը քսել այս սենյակում։ Մենք այնքան տարբեր գունային նմուշներ ենք փորձել, եւ վերջապես այսօր մենք ունենք այս գույնը։ Մեզ դուր էր եկել գույնի մի երանգ, եւ մենք կարծես թե կանգ էինք առել արդեն մեր վերջնական որոշման վրա։ Բայց երբ առավոտյան ես եկա եւ երեկոյան կրկին նայեցի, ինձ թվաց այն մի փոքր ծանր է։ Էդուարդը զանգահարեց ներկերի ընկերությանը եւ նրանք իմ նկարագրությունների հիման վրա նոր ֆորմուլա պատրաստեցին եւ արդյունքում ստացվեց այս հրաշալի պայծառ գույնի տոնայնությունը եւ ես անչափ ողջևորված եմ հիմա։ Բնակարանի այս անկյունը իմ կարծիքով ամենաշատ փոփոխվածն է։ Եթե հիշում եք, այստեղ մի սոսկալի փայտե բուխարու շրջանակ կար, որը պարզապես գեղագիտական առումով շատ տգեղ է։ Եվ ոչ միայն դա, այստեղ պատ էր, ոչ թե բացվածք։ Պատը բաժանում էր միջանցքը գրադարանից։ Այս ամենը բացելով ամբողջական փոխվեց տարածքը։ Բուխարի այս շրջանակն շատ գեղեցիկ է, որովհետև քարի մեջ փոքրիկ կարմիր երանգներ կան։
Եթե ուշադիր նայեք, կտեսնեք այդ կարմիր բծերը, որոնք ուղղակի գերազանց են։ Շատ եմ սիրում։ Բացի այդ, այս բուխարիի շրջանակը կոչվում է La Pompidou, որը բուխարիի ոճ է եւ համապատասխանում է հենց այս շենքի դարաշրջանին։ Ես չափազանց ուրախ եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի օրինակ, որ իսկապես համապատասխանում է այս ժամանակաշրջանին։ Ինչպես Էդուարդն է ասում, կարծես այս բուխարիի շրջանակը սենյակում միշտ եղել է։ Դուք չեք պատկերացնի, որքան վիրաբուժական աշխատանք է իրականացվել, որպեսզի այն տեղավորվի։ Աղյուսաշարը կար արդեն, եւ Էդուարդը ստիպված էր կողքից այն կտրել, որպեսզի բուխարիի ոտքերը տեղավորվեն։ Մենք նաև մեծ աշխատանք կատարեցինք, որպեսզի բուխարիի պատվանդամը հավասարվի հատակի մակարդակին, քանի որ մինչև այդ աղյուսը բարձր էր նստած։ Բոլոր աղյուսները ստիպված եղան կտրել ու հարթեցնել։ Իսկ որպեսզի ոճային համընկնում լինի հյուրասենյակի բուխարիի ոճի հետ, որտեղ ունենք վահանակավոր պատվանդամ, մենք նույն գաղափարը վերականգնեցինք այստեղ, հնարավորինս բնօրինակի նման լինելու համար։ Տունտեղ հերձանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար, թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Փնտրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinek-ի հատակների մասին։ Barlinek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի անուններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգիաարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barlinek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barlinek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barlinek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barlinek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barlinek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիմա, կլանելով ավելորդ խոնավությունը։ Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Barlinek-ի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Barlinek-ի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես Raflor մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165 դրոպ 1 հասցեում տեղակայված Raflor ընկերության ցուցասրահներ։
Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք հերոսատեսային ձևաչափով մշտապես ներկայացնում ենք այն բոլոր թեմաները, որոնք հետաքրքրում են ձեզ։ Այսօր մեր նոր գործընկեր, այս եթերաշրջանի նոր գործընկեր Total ընկերության ցուցասրահում եմ գտնվում Քաղաք Էջմիածնում։ Իսկ զրույցը շարունակելու եմ սպասարկման կենտրոնի ավագ մասնակից Ջիվանի հետ։ Ողջույն Ջիվան։ Բարև ձեզ Կարեն։ Ջիվան, տեսնում ենք խանութում հազարավոր ապրանքներ։ Կարող եք նշել մոտավոր որքան ապրանք է ընդգրկված այս խանութսրահում եւ առհասարակ որքան ապրանք է ներկայացնում Total ընկերությունը հայկական շուկայում։ Հայկական շուկայում ներկայացնում եմ մոտ 3000 անուն ապրանք, որոնք նախատեսված են վերանորոգման, շինարարական աշխատանքների։ Այո Կարեն, ունենք նաև ավտոսպասարկման, այգեգործական եւ շինարարական ոլորտի համար գործիքներ եւ գործիքներ։ Ահա։ Այ հետաքրքիր է, երբ հաճախորդները գալիս են եւ չեն կողմնորոշվում, մենք գիտենք, որ Total ընկերության վաճառքի խորհրդատուները անցնում են տրեյնինգներ, հատուկ մասնագիտացված դասընթացներ, որպեսզի իրենք անձամբ լավ տիրապետեն այս բոլոր ապրանքների կիրառման, օգտագործման մեթոդներին, որպեսզի ճիշտ խորհրդատվություն տան հաճախորդներին։ Վաճառասրահների աշխատակիցները, գործընկերները մասնագիտացված են եւ անցնում են ժամանակ առ ժամանակ անցնում են տրեյնինգներ, որը կազմակերպվում է հենց արտադրող ընկերության Total ֆիրման Չինաստանի կողմից։ Նաև անպայման ուզում նշել, որ զրույցներից մեկում ընկերության հիմնադիրը նշեց, որ շատ հաճախ հենց զանգի միջոցով հնարավոր է հարցեր լուծել, խորհրդատվության միջոցով։ Այո։ Սպասարկումը տեղի ունենում ինչպես իրական ձևաչափով, այդպես էլ on-line կարգով, այո։ Ունենք մասնագետներ, որոնք նաև օգնում են հաճախորդներին on-line կարգով։ Այսինքն կան գործեր, որոնց համար կարիք չկա գործիքը հասնի սպասարկման կենտրոն, այլ ուղղորդում ենք հաճախորդին ինչպես ճիշտ օգտագործի, որպեսզի այլևս նման խնդիրների չհանդիպի։ Հրաշալի է։ Այ հետաքրքիր է, երբ հաճախորդները գալիս են, վարպետները գալիս են խանութսրահ, վստահ է մշտապես հարցեր են առաջանում անվանումների հետ կապված գործիքների, որովհետև հիմնականում վարպետները ունեն իրենց համապատասխան լեքսիկոն, արտահայտություններ, շատ վարպետներ էլ կամ ուղղակի քաղաքացիներ տեղյակ չեն նույնիսկ անվանումներից գործիքների, բայց գիտեն ֆունկցիան։ Պատահել են այդպիսի հաճախորդներ, որ պարզապես ասում են, այս գործիքն եմ ուզում, որի միջոցով հնարավոր է այս կամ այն, չգիտեմ, գործողությունը կատարել։ Հաճախորդների մոտ ավելի շատ զարգացած է ժարգոնային անվանումները, օրինակ դրել, վալգարկա, պերֆորատոր, իսկ մեր մոտ բոլորը ոսկեղենիկ հայերենով, այսպես դրելը դա գայլի կոնիչ, վալգարկան անկյուն հղկող մեքենա, պերֆորատորը հորատիչ։ Հրաշալի։ Ու տենց շատ ու շատ անվանումներ։ Եվ այդպես շարունակաբար հնարավոր է շրջել եւ ծանոթանալ իրական գործիքների հայերեն տարբերակներին համանուն անվանումների հետ։ Շատ լավ, Ջիվան, առաջարկում եմ, որպեսզի մյուս թողարկմանը մի հետաքրքիր խաղ խաղանք։ Օրինակ, որոշ առաջադրանքներ ես կառաջարկեմ ձեզ, իսկ դուք համապատասխանաբար կփորձեք ինձ առաջադրանքներ տալ, քանի որ արդեն բավականաչափ ժամանակ է ինչ անցկացնում եմ Total ընկերության ցուցասրահներում եւ ինչ որ առումով տիրապետում եմ ապրանքներին, թեպետ 3000 անուն ապրանքի դժվար թե մեկ ամսում նույնիսկ տիրապետես։ Ընդունում եմ Մարտարավերը Կարեն ջան, մյուս նկարանների ժամանակ մենք իրականացնենք, այո։ Իրականացնենք մրցույթը եւ հաղթողն էլ ինձ թվում է մրցանակ անպայման։ Հրաշալի է։ Հուսամ ես կհաղթեմ, իսկ եթե ոչ, ապա կսովորեմ նոր գործիքների անուններ կամ ինչ որ մի այլ հետաքրքիր։ Գիտելիքը արդեն ձեռք բերել է հաղթանակը։ Շնորհակալ եմ։ Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծը, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումները գործընկերների հետ։ Էկո խորագրի շրջանակում հյուրընկալել եմ Էկովիլ արևային ընկերության մարքեթինգի ղեկավար Մարիամին։ Ողջույն, Մարիամ։ Ողջույն, Կարեն, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Մարիամ, վերջից բավական հետաքրքիր արշավով եք հանդես եկել, այսպես գումար վաստակելու այլընտրանքային տարբերակ եք առաջարկում, արդյոք սա իրական է։
Այո, Կարեն ջան, ճիշտ եք լսել։ Էկովիլը թողարկել է իր ուղղորդման ծրագիրը, որի միջոցով կարող եք տանից գտնվելով գումար վաստակել, պարզապես խորհուրդ տալով Էկովիլ արևային համակարգեր։ Սպասեք, եկեք մանրամասնենք, այսինքն կա հավելված, որի միջոցով եւ հաճախորդները ձեր եւ նոր, այցելուները կարող են գումար վաստակել, պարզապես խորհուրդ տալ մեկ այլ մարդու գնել արևային համակարգեր։ Այսինքն խորհրդի միջոցով նոր հաճախորդի տվյալները ուղղակի մուտքագրում ենք հավելվածում եւ երբ նոր օգտատերը արդեն դառնում է հաճախորդ, դուք ստանում եք դրամական պարգևատրում։ Ինչ գումարի մասն է խոսքը։ Յուրաքանչյուր գործարքից սկսած 10,000 դրամից։ Հաշալի, այսինքն որքան շատ աշխատես, այնքան շատ կվաստակի։ Այո, եւ դրա հետ մեկտեղ մենք նաեւ տալիս ենք բոնուսներ, եթե օրինակ հրավիրում եք նոր օգտատերեր։ Մարիամ, խոսենք QR կոդի այսպես գործածության մասին, այսինքն հնարավոր է նաեւ QR կոդով Այո, հավելվածը տալիս է հնարավորություն ունենալ անհատական QR կոդ կամ հղում, որը կարող եք իդեպ տեղադրել օրինակ սոցիալական ցանցերում, եւ եթե ձեր հղմամբ այլ օգտատերեր գրանցվում են, բնականաբար հավելվածը ավտոմատ ճանաչում է, որ դա եղել է ձեր կողմից եւ դուք դրանից եւս բոնուսներ եք կուտակում։ Հաշալի, խոսենք այս վիրտուալ ընտանիքի մասին, վաճառողների, որքան են նրանք եւ արդյոք դուք նրանց արդեն ճանաչում եք, այսպես իսկապես իրական։ Այո, մենք անընդհատ կազմակերպում ենք իհարկե դեռևս on-line հանդիպումներ, շուտով ի դեպ կունենանք շատ մեծ հանդիպում մեր ուղղորդման ծրագրի վաճառքի մասնագետների հետ։ Նրանք արդեն, այսպես նշեմ, հավելվածը դեռևս թողարկվել է ապրիլի 18-ին եւ այս մի քանի ամսվա ընթացքում մենք արդեն ունենք 1000 օգտատեր, այսինքն 1000 ակտիվ վաճառքի գործակալներ։ Մանրամասն հետաքրքիր է, որտեղից ընդհանրապես այս միտքը ծագեց, գաղափարը ստեղծել նմանատիպ ծրագիր, կար անհրաժեշտություն արդյոք։ Ես պետք է նշեմ, որ գաղափարը ստեղծվեց հենց մեր հաճախորդների կողմից, որովհետև տարիներ շարունակ մեր հաճախորդները ոչ միայն գոհ են եղել Էկովիլ արևային համակարգերից, այլ նաև խորհուրդ են տվել իրենց հարևաններին եւ ընկերներին։ Երևի թե պատահական չէ, որ ասում են լավագույն մարքեթինգը, լավագույն հաճախորդները խորհուրդ է տալիս այլ։ Եվ մեր գոհ հաճախորդներից էլ ստեղծվեց, որովհետև այս ամեն ինչը մենք թվայնացրեցինք ուղղակի ավելի հեշտ սկզբունքով եւ այսօր մեր հաճախորդները կարող են արդեն մեր թվային պրոդուկտի միջոցով լրացնեն ուղղակի նոր հաճախորդների տվյալները եւ ոչ միայն տարածեն կանաչ էներգիայի գաղափարը, այլ նաեւ դրանից ստանան պարգևատրում։ Հաշալի, տարին ավարտվում է, ամփոփում ենք այս տարին, հետաքրքիր տարի է, դուք էլ որպես մարքեթինգի ղեկավար ընկերության, մի փոքր խոսենք այս տարվա միջոցառումների մասին։ Էկովիլ ընկերությունը նշեց իր 10-ամյակը։ Մեր 10-ամյակը նշեցինք մեր ֆիզիկական հաճախորդների հետ եւ B2B կորպորատիվ հաճախորդների հետ։ Այո, եւ նաեւ 10-ամյակի ընթացքում մենք խաղարկեցինք Skywell ավտոմեքենա։ Հաշալի է։ Մանրամասն հետաքրքիր է, իսկ նմանատիպ հետաքրքիր միջոցառում ակնկալենք ռեֆերալ, այսպես ծրագրի մասնակիցների համար։ Այո, նշեմ, որ ունենալու ենք մեծ միջոցառում եւ միջոցառման ընթացքում մեր ամենաշատ ուղղորդած հաճախորդը ուղղորդման ծրագրի շնորհիվ ունենալու է մեծ դրամական պարգևավճար։ Հաշալի է։ Մանրամասն նաև վերջի հարցը, որ ուզում եմ տալ, տեղյակ եմ, որ ամփոփելու եք տարին նաև կրկին գործընկերների հետ հանդիպելով եւ շատ հետաքրքիր միջոցառում է սպասվում։ Մի փոքր մանրամասնեք։ Պետք է նշեմ, որ մեր տարվա ամփոփիչ միջոցառման ընթացքում մեր գործընկերներին մենք շնորհելու ենք կանաչ սերտիֆիկատով, որը վկայելու է, թե տարիների ընթացքում որքան ածխաթթու գազի արտանետում են նվազեցրել եւ որքան վիրտուալ ծառ են ընկել։ Հրաշալի է, կարծում եմ շատ հետաքրքիր միջոցառում է լինելու եւ կարծում եմ լուրջ աշխատանք եք տարել հաշվարկելով այս տարիների այսպես կրճատած քանի որ նրանք շատ են մեր գործընկերները։ Դե ինչ շաջողություն եմ մաղթում Մարիամ, հուսամ եկող տարին էլ ավելի հետաքրքիր մարքեթինգային արշավներով հանդես կգաք եւ անպայման կլինեք առաջատարը ոչ միայն ոլորտում որպես արևային ընկերություն, այլ նաեւ արևային ընկերության մարքեթինգի բաժին։ Շնորհակալ եմ։